Մենք միամտորեն հավատում ենք, թե մարմնի լեզուն համամարտկային է, սակայն իրականում մեր ձեռքերը կարող են մահացու զենք դառնալ մշակութային ականապատ դաշտում։ Էվոլյուցիայի ընթացքում մարդիկ ստեղծել են ոչ վերբալ հաղորդակցության խիստ ծածկագրված համակարգեր յուրայիններին օտարներից տարբերելու համար։ Այնինչ ձեր հայրենիքում բարյացականության նշան է, մեկ այլ մայրցամաքում ակնթարթորեն կկործանի ցանկացած բանակցություն և վստահություն։ Պատկերացրեք, դուք ցույց եք տալիս անմեղ օքեյ ժեստը։ Միացյալ Նահանգներում այն հավանություն է, Ճապոնիայում խորհրդանշում է փող, սակայն Ֆրանսիայում դրանով դուք զրուցակցին անվանում եք կատարյալ ոչնություն, իսկ Թուրքիայում և Բրազիլիայում հասցնում եք ծանրագույն սեռական վիրավորանք։ Կամ վերցնենք հայտնի վերպարզած բութմատը։ Եթե Հունաստանում փորձեք այսպես տաքսի կանգնեցնել, այն կընկալվի որպես ագրեսիվ հայհոյանք։ Իսկ հաղթանակի խորհրդանիշ V նշանը Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, եթե ափը շրջված է դեպի ձեզ, վերածվում է աններելի կոպտության։ Մեր անգիտակից շարժումները մեր մտածողության թաքնված հայելին են։ Օտար միջավայրում սեփական ազգային ժեստերի անզգույշ կիրառումը ոչ միայն մատնում է անտեղյակություն, այլև ապացուցում, որ իրական իշխանությունը պատկանում է նրան, ով տիրապետում է ենթատեքստերին։ Պահպանեք այս տեսանյութը, որպեսզի ձեր հաջորդ ճամփորդության ժամանակ միամիտ ժեստը չդառնա ճակատագրական սխալ։